ուզում եմ շարունակեմ այն թեման, որ կոչվում է հավատք։ Նպատակը որն է, սիրելիներ։ Աստված ուզում է քեզի օրհնի։ Աստված ուզում է ինձ օրհնի։ Բայց գիտեք հարցը որն է, արդյոք դու ուզում ես, որպեսզի դու օրհնված լինես։ Շատերը ուզում են իրանք օրհնված լինեն, բայց այդ գինը չեն ուզում վճարեն, չի լինում այդ ձեր բան, սիրելիներ։ Աստված, լսեք սիրելիներ, Աստված ուզում է օրհնի քեզի։ Քո ընտանիքը, Աստված ուզում է օրհնի քո երեխաներին, Աստված ուզում է օրհնի քո թոռներին, քո ծոռներին, քո սերունդը։ Մի հատ բայց կա, արդյոք դու պատրաստ ես այդ գինը վճարել։ Դու, լսեք թանկագինս, երբ որ ինչ որ մեկը դրախտ է մտնում, չի նշանակում, որ նա երկրի վրա անիծված չի լինի։ Կարա հավատացյալը երկրի վրա օրհնված չլինի, բայց երկինք մտնի։ Օրինակ Աղքատ Ղազարոսը։ Իսկ Աստված ուզում է, որ դու եւ երկրի վրա օրհնված լինես եւ հավիտենականությունը ժառանգես, բայց սրա համար պետք է գին վճարել, թանկագինս։ Լսեք, Աստծո օրհնությունները գալիս են քո կյանք, բայց եթե դու բանալին չունես, որ դուռը բացես, այդ օրհնությունները գա քո տուն, չի գա։ Այդ բանալու անունը գիտեք ինչ է։ Հավատք։ Որպեսզի թանկագինս դու այդ հավատը ունենաս, դու պետք է գին վճարես։ Ամեն։ Այդ դու պատրաստ ես այդ գինը վճարես։ Այդ դու պետք է որոշես։ Ես այսօրվա թեման այս ձև եմ վերնագրել։ Քո օրհնությունները քո ձեռքերում է։ Նորից եմ ուզում կրկնել։ Քո օրհնությունները քո ձեռքերում է։ Օրհնությունը չէ, այլ օրհնությունները քո ձեռքում է։ Ամեն թանկագինս։ Ուզում եմ, որպեսզի սիրելիս դու հավատքի մարդ դառնաս, ինչպես Աբրահամն էր, ինչպես հազարապետներ, ինչպես առաքյալներ էին, դու կարող ես։ Ես նորից եմ կրկնում, դու կարող ես թանկագինս։ Ուղղակի դու պետք է կարողանաս լինել պատասխանատու ինքդ քո առաջ։ Ամեն թանկագինս, հավատացյալը առանց հավատի դա անհավատություն է։ Հասկացաք ինչ եմ ասում։ Հավատացյալը առանց հավատքի դա դու ունես անուն, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Դու այստեղ եք սիրելիներ։ Աստված ուզում է, որպեսզի դու հավատքի մարդ լինես, ինչպես Աբրահամն էր, Իսահակն էր, Հակոբն էր։ Ամեն թանկագիններս։ Աստված քո համար ունի մեծ օրհնություններ պատրաստած, բայց դու ես որոշում, արդյոք այդ օրհնությունները կվերցնես թե ոչ։ Հիմա ուզում եմ սիրելիներս միասին բացենք Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 21-րդ խոսքը։ Մենք պայմանավորվել ենք, որ դուք Աստվածաշնչերով գաք, չէ՞։ Ցույց կտաք ձեր Աստվածաշնչերը։ Ով բերե ցույց տա։ Չկա, ընդ 3 հոգի չունեն։ Գարիկը փախավ։ Աստվածը տղեկ, ուր է ձեր Աստվածաշնչերը։ Հեռախոսին համաձայն չեմ, էդի ընցանք։ Նարեկ ուր է Աստված։ Նարեկը արդարացրեց իրան։ Լավ, թանկագիններս։ Ասեմ ավելի սիրելիներ, Աստված կարգ ու կանոնի Աստված է եւ Սուրբ Հոգին կարգ ու կանոնի Աստված է։ Երբ որ դու կարգ ու կանոնը խախտում ես, սիրելիս, դու անարգում ես Սուրբ Հոգուն։ Գիտես թե չէ։ Մենք կսովորենք Աստվածաշնչերով գալ, ժողովուրդ ջան։ Ամեն։ Հիմա ուզում եմ բացենք 15-21։ Մատթեոս 15-21։ Սա մի կանանացի կնոջ պատմություն է։ Մի կանանացի կնոջ պատմություն է, սիրելիներս։ Հիսուս այնտեղից ելնելով Տիվրոսի Սիդոնի կողմերը գնաց։ Նույնպես գարիկը բեր Աստվածաշունչը, բայց չէր բերել։ Ավտոյի մեջ։
Լավ, կարդանք Ժողովուրդ ջան։ Հիսուս այնտեղից ելնելով Տիվրոսի Սիդիոնի կողմերը գնաց։ Քանանացի կինը այն սահմաններից ելած աղաղակում էր նրան եւ ասում էր. Եղել է, երբ որ քո կյանքում խնդիր լինի։ Հա? Եղել է, չէ՞։ Եղել է, երբ որ դու աղաղակես Տիրոջը։ Եղել է, չէ՞։ Ասում մի քանանացիկին այն սահմաններից ելած աղաղակում էր նրան եւ ասում էր. ողորմիր ինձ Տեր Դավիթի որդի աղջիկս Դևիթ սաստիկ կչարչարվի։ Այսինքն այս կինը աղջիկ ուներ, որին Դևը սաստիկ տանջում էր, սաստիկ էր տանջում։ Ինքը բնավ պատասխան չտվավ։ Հիմա Ժողովուրդ ջան, նայեք, եղել է, երբ որ դու խնդիր ունես, աղաղակում ես Տիրոջը, բայց երկինքը չի պատասխանում, լռություն է։ Եղել է այդ ձև բան։ Դու խնդիր ունես, աղաղակում ես Տիրոջը ու երկինքը լուր է։ Եղել է այդ ձև բան։ Նույն իրավիճակն է, սիրելիներ։ Ասում է, ինքը Հիսուսը բնավ պատասխան չտվեց։ Հարց առաջան Հիսուսն ինչ համար չէր պատասխանում։ Պատասխանը մենք հետո կտեսնենք։ Իր աշակերտները մոտենալով աղաչում էին իրեն, ուզում եմ ես աղաչել բառի վրա ուշադրություն դարձնենք։ Աշակերտները աղաչում էին Տիրոջը, որ այս կնոջ խնդրին լուծում տա։ Նայեք, կարդում եմ այստեղ նորից։ Իր աշակերտները մոտենալով աղաչում էին իրեն եւ ասում էին. Արցակի դրան, քանի որ մեր հետևից աղաղակում է։ Ինքն էլ պատասխան տվավ եւ ասավ. Ես ուրիշի չուղարկվեցի, աշակերտների հետ է խոսում, այդ կնոջ հետ չի խոսում։ Ես ուրիշին չուղարկվեցի, բայց միայն Իսրայելի տան կորած ոչխարներին։ Բայց կինը եկավ երկրպագություն արավ նրան եւ ասավ. Տեր, օգնիր ինձ։ Նորից պատասխանը ոչ է։ Նա էլ պատասխան տվավ եւ ասավ. լավ չէ, որ տղոց հացը առնեմ եւ շներին տամ։ Գիտեք Հիսուսը ինչի համար էս կանանացի կնոցը շուն ասում, որտեղ կանանացիները այդ ոգով բռնված էին։ Շնության ոգով բռնված էին։ Հիսուսը ուղիղ ասավ. Գիտեք կինը ինչ ասում։ Ասում է այո Տեր, քանի որ շները իրենց Տիրոջ սեղանից ընկած փշրանքներով կկերակրվեն։ Այսինքն սիրելիներս, հետաքրքիրը գիտեք որն է, այս կինը չէր հանձնվում։ Ինչ էր մտածում այս կինը։ Նախ սկզբից այս կինն ասում է Տեր, ողորմիր ինձ, այսինքն նրա իմ մեղքերը։ Քո ողորմությունը արա։ Ասեմ ձեզի թանկագիններս, ողորմությունը ու շնորհը հնարավոր չէ վաստակել, ուզում սաղ կյանքը չաճարվես։ Դա ձերի է տրվում։ Ողորմություն էր խնդրում իր մեղքերի համար այս կինը։ Երկրորդը, այս կնոջ սրտում մի բան կար, ես իմ աղջկա բժշկությունը պետքա վերցնեմ։ Ինչ ձևով լինի, ես պետքա վերցնեմ։ Արդյոք ունես այս մոտեցումը դու։ Ունես խնդիր, դու պետքա վերցնես դա Տիրոջից, ինչ ձևով էլ որ լինի։ Ստեք։ Հիմա տեսեք թանկագիններս, այն ժամանակ 28-րդ խոսքում ասում է, այս Հիսուսը ասավ նրան, ով կին, քո հավատքը մեծ է։ Հիսուսի պատասխանը։ Ինչի համար էր Հիսուսը չէր պատասխանում այս կնոջը։ Նրա հավատքն էր փորձվում։ Հնարավոր է սիրելիս դու աղոթես երկինքը լուր լինի, լսի քո հավատքն աստուգվում, քո համառությունն աստուգվում։ Դեստեղ եք թանկագիններ։ Լսեք ինչա, վերջի խոսքը Հիսուսի։ Ասում է քո հավատքը մեծ է, քո ուզածիդ պես լինի քեզի։ Նույն ժամին նրա աղջիկը բժշկվեց։ Նույն ժամին նրա աղջիկը բժշկվեց։ Այսինքն սիրելիներս տեսեք, հենց հավատքը եկավ, բժշկությունը եկավ։ Գիտեք, ես շատ իրավիճակների եմ հանդիպել, շատ իրավիճակների։ Մարդը հիվանդ, ասում եմ հավատում ես, ասում է հա, ես հավատում եմ։
բայց աղոթում ես բժշկություն չկա, լռություն է։ Շատերը թանկագինները իրանց մտքով հավատում են, իրանց թվում է, թե իրանք հավատում են, դա հավատք չէ, ընդհանրապես հավատք չէ։ Հավատքը սրտում է։ Գիտեք սրտի հավատքը ինչ է։ Սրտի հավատքը թանկագիններս, սրտի հավատքը դա 100%-անոց հաստատություն է։ Դու դա հաստատ գիտես, դու համոզված ես դրանում, որ դա կլինի։ Այսա սրտի հավատը։ Այստեղ եք թանկագիններ։ Դու ունես խնդիր, բոլորս ունենք խնդիր։ Ամեն մեկս մեր չափով։ Դու այդ խնդրի լուծումը կստանաս, բժշկությունը կստանաս այն ժամանակ, երբ որ դու քո սրտիդ մեջ հավատաս։ Ժորժ ջան, մի բան ասեմ։ Կամ մենք պարտվելու ենք դևից, կամ մենք դևին ապարտության ենք մատնելու։ Դուստեք, ես նորից եմ ուզում կրկնեմ։ Կամ դևից դու պարտվելու ես, կամ դևին պարտության ես մատնելու։ Դու ունես բանալի։ Այդ բանալիի անունը հավատք է։ Ես չեմ հասկանում ինչու շատ քրիստոնյաներ իրանց հավատքը չեն գործի դնում։ Չհասկանալը որ մեկն է Ժողովուրդ ջան, ուղղակի մեր կյանքում շատ ժամանակ այդ գինը, որ պահանջվում է, մեզնից չեն կարողանում վճարել։ Այդ գինը գիտեք որն է։ Դու սիստեմատիկ եթե ես ամեն կիրակի չեմ հոգնի ասելուց։ Դու եթե ունես շաբաթ օրվա մեջը 1 ժամյա աղոթք։ Եթե դու շաբաթվա մեջը ունես 1 կամ 2 անգամ ծոմ, ու դու ամեն օր ամենակիչը 1 ժամ Աստվածաշունչ ես կարդում 1 ժամ աղոթք ես անում, այդ դռները կբացես։ Դուստեք թանկագիններ։ Ես Փիլիպեցիս թուղթն եմ կարդում, գիտեք ինչ ասում Պողոս առաքյալը, ասում է թեպե ձեր հավատքին զոհ ու պատարագ ընծայվեմ։ Հələ այստեղ ուզում եմ մի բացեմ կարդանք։ Դուք մի բացեք, ուղղակի ես այս այդտեղ կգտնեմ, իմ մոտ չեմ նշել։ Տեսեք ինչ ասում։ Ասում է Փիլիպպեցիս 2:17, կարակ չբացեք։ Ասում է թեպե ձեր հավատքին իբրև պատարագ ու զոհ ընծայվեմ կուրախանամ։ Ձեր հավատքին։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, Պողոս առաքյալը իր կյանքը դրել էր եկեղեցիների հավատքի համար, որ եկեղեցիները հավատքի մեջ աճեին։ Պատկերացնում եք Ժողովուրդ ջան, ինչի համար սատանան շատ լավ գիտի, եթե եկեղեցին հավատքով լցվավ, դժոխքը պարտվելու է։ Եթե եկեղեցին հավատքը թուլացավ, գիտեք ինչա լինելու։ Եկեղեցին պարտվելու է։ Եթե եկեղեցի հավատքը աճեց, դժոխքն է պարտվելու։ Ամեն թանկագիններս։ Դու էստեղ եք։ Հալելույա։ Ինչ տեղի կունենա, երբ որ թանկագիններս մենք ունենանք աստվածային հավատք։ Ուզում եմ սիրելիներս բացենք Մատթեոս 9:29-ը։ Մատթեոս 9:29 9-րդ գլուխ ասում այն ժամանակ նրանց եկեք 27-ից կարդանք, երբ Հիսուսը նրանից առաջ անցավ, երկու կույր ընկան նրա հետևից կաղաղակեին եւ կասեին. երկու հատ կույր ողորմիր մեզի Դավիթի որդի։ Երբ տուն հասավ, կույրերը իրեն եկան։ Հիսուսը ասավ նրանց. կհավատաք, թե կարող եմ այս բանը անել ձեզի։ Ասին նրան. այո, Տեր։ Այն ժամանակ այն ատեն նրանց աչքերին կպավ, դպավ եւ ասավ. ձեր հավատքին պես լինի ձեզ։ Ձեր հավատքին պես լինի ձեզ։
Եվ անոնց աչքերը բացվեցավ։ Պատկերացրեք ինչա կատարվում ժողովուրդ ջան։ Խնդիրը կա եւ խնդիրը ունի լուծում։ Լուծման տարբերակ եւ այդ լուծման տարբերակը հավատն է։ Թանկագինս։ Հենց դու հավատացիր, ամեն տեսակ խնդիր հեռանալու է։ Հենց դու հավատացիր։ Հենց դու հավատացիր, ամեն տեսակ խնդիր լուծվում է։ Ամեն թանկագինս, ամեն տեսակ խնդիր։ Ես չեմ խոսում միայն հիվանդության մասին։ Ես խոսում եմ նաև ժողովուրդ ջան, նաև ես խոսում եմ ֆինանսների մասին, փոխհարաբերությունների մասին։ Երեք գիտեք ես մեր երիտասարդների հետ ինչի խոսում։ Ասում եմ թանկագիններս, դու քեզի ապագայում ինչ ես տենում։ Ինչ ես դու տենում քեզի, ինչպիսի մարդ ես դու քեզի տենում։ Եթե դու քեզի տենում ես բանվոր, հասարակ բանվոր, դու բանվոր կդառնաս ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե դու քեզի տեսնում ես արհեստավոր, դու արհեստավոր կդառնաս։ Եթե դու քեզի օրինակ տեսնում ես, չգիտեմ, մեծ բիզնեսմեն, դու մեծ բիզնեսմեն ես դառնալու։ Ինչ ես դու քեզի տենում։ Եթե դու քեզի տենում ես միջազգային քարոզիչ, դու միջազգային քարոզիչ կդառնաս։ Ինչ ես դու տենում քեզի, թանկագինս։ Հիմի դու կարող ասես, ես մեծացել եմ։ Լսեք, սիրելիներս, ուշ չէ։ Տես, դու քեզի ինչքան որ հավատաս, այդքան դու կունենաս։ Գիտեք հավատքը ինչ է։ Հավատքը աչքեր է։ Եթե դու մի բան տենում ես, քեզի ոնց որ տենում ես, դու այդ էլ կունենաս։ Ամեն, բայց մի բան ասեմ, պետք չէ միայն տենալ ու կանգնել, պետք է տենալ, բարձակել, քայլ անել, համապատասխան կրթություն ստանալ, համապատասխան վերապատրաստումներ անցնել։ Ամեն ժողովուրդ ջան։ Գիտեք, կար ժամանակ ժողովուրդ, երբ որ մենք հավաքույթ էինք անում, կուլտուրայի պալատում, գիտեք քանի հոգի էին ներկա։ 6 հոգի, 7 հոգի։ Ու գիտեք, այդ ժամանակ մենք ասում էինք, այս դահլիճը լցվելու է, անդե քանի հոգանոց դահլիճ կլներ։ Դա մեր երազանքն էր։ Մենք ասում ենք, մենք շենք ենք ունենալ, ասում ենք, բայց չենք հավատում։ Մենք շենք ենք ունենալու մեր սեփական շենքը։ Ու մի հոգի ամենասող չկար։ Թանկագինես, ես մի բան եմ ուզում ասեմ։ Մեր օրիներից մեկ անունը Բագրատ Բեկչյան, ասում, որ գյուղը կանգնի, գերանքը կոտրի։ Մեծական խոսք է, որ այն ինչ ձև է, որ ասում գյուղը կանգնի, սար շուր կտա է, դες կու։ Հա, կոտ է։ Հա։ Հա։ Այսինքն սիրելիներ, դա ինչ է նշանակում, եթե միտեղ կա միաբանություն, այդպես սարերը կարան մշկի վրա շրջեն, որտես բան չի լինում, բայց միաբանություն եթե կա, լինում է։ Օրինակ կար մի հատ դիվային միաբանություն, իրանք ասում մի հատ մեծ աշտարակ պետք է սարքենք, ու մի հատ մեծ քաղաք դրին ու սարքեցին։ Ու սարքում էին։ Գիտեք ինչ համար, թեկուզ Աստված ներկա չէր, բայց միևնույն է, միաբանությունը գործում էր։ Հիմի թանկագիններս մենք ունենք մի հատ հակառակորդ, որի անունը սատանա է, որ ինքը չի թողում, որ մենք առաջ շարժվենք, փորձում է չթողի, բայց չի կարա չթողի։ Եթե մենք 6-7 հոգուց հասերենք 200 հոգու, 200 հոգուց կդառնանք 1000 հոգի։ Տեղին գլներ մի հատ ծափարին, չէ՞։ Ամեն։
Թանկագիններս փառքը գիտեք ումն է։ Տիրոջ է։ Ըստ εμեն գիտեք ինչի համար ենք հավաքվել, արքայության գործի համար։ Աստծո կամքն է ժողովուրդ ջան, որ Աստծո արքայությունը գա։ Աստծո արքայությունը գիտեք ինչ է նշանակում, որ Տիրոջ երկրպագուղների թիվը շատանա, որ գիտեք տեսնենք այս դալիճը երբ լեցում լծված ձեռքները երկինք պարզած հոգուց Տիրոջն են երկրպագ։ Սա ամենամեծ հրաշքն է։ Սրանից այն կողմ հրաշք չկա։ Սա է մեր տեսիլքը ժողովուրդ ջան։ Նաև գիտեք ամենահրաշալի բանը որն է, որ մարդիկ իրանց կոչումով Տիրոջը ուզում են ծառայել։ Երկրորդ հրաշքը սա է, որ ամեն մեկը իր տեղը գտնում է եկեղեցու մեջ, իր գործը։ Բոլորովս ժողովուրդ ջան, ինչ ենք փափագում, բոլորովս որպեսզի մենք աշխատանք կատարենք, չէ՞ Տիրոջ տան մեջ, մենք էլ պիտանի ենք ուզում ելնենք։ Ես էլի Ռոզային հիշեցի, մի բան պետք է պատմեն, չգիտեմ անցած անգամ պատմեցի թե չէ, քանի որ ինքը արդեն մեծացել էր, ասի Ռոզա, մի օր զանգեցի, ասի Ռոզա տոտս, բանը, էլ դու մաքրություն մի արա, էլի այն մտածելով, որ արդեն հանգստացի, թող քո վրա ծանրություն չլինի, նեղացել էր։ Բեիշկերն ինձի մաքրության ծառայությունից մի հան։ Թանկագիններս, ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, այդ ծառայողական փափագը նախանձավորությունը թող բոլորիդ մեջ լինի։ Աստծո տան համար ինչ որ մի բան, որ ամեն մեկս անենք, չէ, գիտես ինչ, մի հատ մեծ բան կկատարվի։ Մեկը ավետարանչություն անա, մեկը ավակություն անա, մեկը մաքրություն անա, մեկը դաս սովորեցնա, մեկը գրադարանը բացա, լավն է, գրադարանը տես փակ կմնա, եթե բացող չլինի։ Մեկը իր տունը տա Տիրոջը, Ռոզան իրա, վсё, տունը էլ չկա։ Դժվար էլ կոնան ավեն արեք ջան։ Ամեն, ժողովուրդ ջան։ Իմի տեսեք սիրելիներս, օրինակ մի ասենք Ռոզայի տունը էլ չենք կան ավակության համար վերցնենք, չէ՞։ Կա պատրաստ ես քո տունը 10 օրինակ, որպեսզի այդ խումբը չցրվի։ Մոր քուրանուն ասում ամեն։ Մելանել ասում ամեն։ Սիրելիներս, մենք դա ծառայություն է։ Մենք պետք է պատրաստ ենք մեր տներով, ընտանիքներով Տիրոջը ծառայենք։ Մեր տունը Տիրոջը ծառայա, մեր մեքենան Տիրոջը ծառայա, մեր ֆինանսները, սա երկրպագություն է ժողովուրդ։ Այ իրական երկրպագությունը մենակ ինչ է, որ կանգնենք, երգենք, ոչ երկրպագությունը հենց որ դու քո ինչքով, կայքով, մեծվածքով Տիրոջն ես նվիրվում։ Սա է իրական երկրպագությունը։ Ամեն թանկագիններս։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ անցնենք առաջ։ Եկեք բացենք Մարկոս ավետարան 6:46-ը։ Մարկոս ավետարան 6 կներեք 4-ից 6։ Այնքան հետաքրքիր տեղ է, բանալի տեղ է ժողովուրդ ջան։ Մի փոքր ես կսպասեմ մինչև բացեք։ Տեսեք ինչ է գրված։ Ասում է, բայց Հիսուսը տեսեք, Հիսուսը այցելել էր իր ծննդավայր, ծննդյան գյուղ Նազարեթ։ Ու լավ, եկեք 4-ից չկարդանք, 3-ից կարդանք։ Ասում է, սա Հյուսնը չէ։ Հյուսն գիտեք ինչ է։ Ինչ է Հյուսն։ Փայտ մշակող։ Այսինքն տեսեք, Հիսուսը մասնագիտության փայտ մշակող է եղել։
Իր մասնագիտությամբ, իր հոր հետ փայտ են մշակել իրանք։ Եվ Մայրամի որդին Հակոբոսին, Հովսեսին, Հուդային, Սիմոնին եղբայրը եւ սրա քույրերը մերքով չեն, այսինքն Հիսուսը լիքը եղբայրները քույրեր ունեցել իր մամայից, նույն պապայից մամայից։ Տեսեք, հետո ասում են նրա վրայով կգայթակղվեին, բայց Հիսուսը ասավ նրանց. «Մարգարեն որևէ տեղ անպատիվ չէ, բայց միայն իր երկրի, իր ազգականների եւ իր տան մեջ»։ Հիսուսին չէին հարգում, անարգում էին։ Որտե՞ղ։ Իր տան մեջ, իր ազգականների մեջ եւ իր ազգի մեջ։ Անարգում էին, չէ՞ Հիսուսին։ Հիմա մի հատ բան ասեմ, թանկագիններս։ Ու գիտեք, Հիսուսը ընդ չկարողացավ հրաշքներ անել։ Գիտեք ինչի համար։ Որովհետև հարգանք պատիվ չկար։ Թանկագինս մի բան ասեմ, եթե նայեք, ես ունեմ հովիվ, ով է իմ հովիվը։ Հովիվ Արթուր Սիմոնյան, ավակ հովիվը։ Հովիվ Արթուր Սիմոնյանն է, հովիվը Արմեն Լուսյանը։ Եթե ես իմ հովին անարգեմ, Տիրոջ Տերը չի գործելու, ինձ չի ընդունելու։ Ով է հասկանում։ Նայեք, դուք ունեք ավակներ, չէ՞։ Մեր եկեղեցում կան ավակներ։ Եթե դու քո ավակի, ով են մեր ավակները, եկեղեցի։ Թեյնն են, չէ՞։ Հիմա տեսեք, եթե մենք մեր ավակներին չպատվենք, Աստծո զորությունը չի գա։ Այսինքն սիրելիներս, կա մի բանալի, եթե ես իմ ավակներին անարգեցի, Աստծո ներկայությունը հեռանալու ազնիվ։ Տեսեք, նորից եմ ուզում կարդամ։ Ասում է, բայց Հիսուս ասավ նրանց. «Մարգարեն որևիցե տեղ անպատիվ չէ, բայց միայն իր երկրին, իր ազգականներին եւ իր տան մեջ, եւ չէր կարող այնտեղ հրաշք անել, միայն մի քանի հիվանդների վրա ձեռք դրեց եւ բժշկեց նրանց»։ Հիսուսը մարգարեն էր, ամեն։ Ոչ միայն մարգարեն էր, այլ նաեւ Մեսիան էր, քանի որ իրանը չէին հարգում, չէին պատվում, օծությունը չէր գործում։ Աստված չէր գործում, ասում չէր կարում, չի ասում չէր ուզում։ Ըստեք, ասում է Հիսուսը չէր կարողանում հիվանդներին բժշկել, ինչի համար, իրան անպատվում էին, օծությունը չէր գործում։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր։ Մեր եղբայրներից մեկին մոտենում է, ասում է եղբայր, իմ համար աղոթք արա։ Ասում է իմ համար աղոթք արա։ Ասում է ես չեմ հավատում, որ քո համար աղոթք անեմ, ոտդ կբժշկվի։ Ասում է դու մի հավատա, դու ուղղակի աղոթա։ Ասում դե լավ, եթե ձև ես ասում, ասեցի Տեր ջան, բժշկա ու ես վազա գացի շտապում։ Ասում մի քանի օր հետո զանգեցավ, գիտես, իմ որ աղոթեցի ծունկս բժշկվել է։ Գիտեք, թանկագիններս, եթե դու մոտենում ես այն մարդուն, որ քո համար պետք է աղոթի պատվով, իր օծությունը հարգելով Աստված կշարժվի դե։ Եթե դու մոտենում ես առամաղ մի հատ խմար կաղոթես, լսի Աստված չի գործելու դե, օծությունը չի գործելու։ Եվ այս ամեն ինչը կոչվում է հավատք։ Ամեն թանկագինս։ Անկախ այն բանից, սիրելիս, իմ հովիվը սխալները անում, թե սխալներ չի անում, իմ պարտականությունը իրանը պատվելն է։ Մարդիկ անսխալ չեն, ով ուզում է լինի։ Ես գիտեմ, որ Տիրոջ կամքն է իրանը պատվել, ես պատվում եմ։ Ու ես, սիրելիս, իմ օրհնությունը կստանամ այդ պատվի պատճառով։ Եթե սիրելիներս չկա պատիվ, օծությունը չի գործում։ Աստված չի շարժվել։ Տիրոջ ներկայությունը եթալի է այդ եկեղեցուց։
այդ խմբակից։ Ամեն թանկագիններս։ Եվ սա կոչվում է հավատք։ Հիմա սիրելիներս։ Դու հիմա ինչքան որ օրհնված ես, ինչքան այդ չափել հավատացել ես։ Պետք է նույնիսկ կրկնել դու այս պահի դրությամբ ինչքան որ օրհնվել ես, այդքան ես հավատացել։ Պարզա եղբայրություն։ Դու ինչքան որ ուսում ես հետագայում օրհնվես, այդքան հավատա։ Ես պարզ ասում եմ։ Քեզնից սիրելիս մի բան ասեմ, քեզնից է կախված քո սերունդների ապագան։ Քեզ քո հավատքից, քո, չգիտեմ, չարչարելուց քո մարմինը կախված, մարմինին չարչարելուց է կախված քո սերունդների ապագան։ Դու լսում եք։ Արդյոք դու գինը կվճարես հավատքի։ Հավատքին ատե դարակի մեջ դրուկ չէ, դա բացես, վերցես դնես սրտիդ մեջը։ Այդ ձև բան չկա։ Հավատք ունենալու համար ամենօրյա աստվածաշնչյան ընթերցանություն է քեզի պետք։ Հավատք ունենալու համար ամենօրյա աղոտ, ամենօրյա ամեն շաբաթյա ծոմ։ Ու այն բաները, որ քո համար նախկինում անհնար էր, զգում ես, որ արդեն հնարավոր է։ Գիտեք աշխարհը ինչի համար են սաղ նևրոզի ու դեպրեսիայի մեջ, հավատքի բացակայության պատճառով։ Նևրոզը ու դեպրեսիան ուրախության բացակայությունն է, մշտական ուրախության բացակայություն։ Ասեմ քեզի։ Երեք մեր եղբայրներից մեկը երիտասարդական էս մի լավ բան ասա։ Ասավ միշտ ես հոգս էի անում, բա ոնց կլինի իմ կրթությունը, կրթությունից հետո էսի ոնց կլինի, էնի ոնց կլինի, ասում Աստված խոսած ընձեի։ Աստված ասա վաղվա համար հոգ մի արա։ Ասում այդ խոսքը հենց վերցեցի խաղաղվա, թեթևացա, ուրախություն եկավ։ Գիտեք, վաղվա օրը մենք Տիրոջը պետք է տանք։ Ուրախաբրի, ինչ ես հոգս վերցում քո վրա։ Հոգսերը դու Տիրոջ է։ Բայց եթե մարդը չի հավատում, չի կարողանա տա։ Եթե մեր հավատն էլ պակսավ, մենք էլ չենք կարա տա։ Դրա համար թանկագիններս մենք ամենօրյա հավատք, ամեն օր պետք է հավատքի վրա հավատք, հավատքի վրա հավատք։ Ամեն սիրելիներ։ Ուզում ես քո սերունդները օրհնվածնի քո պատճառով։ Լսի, հավատքը զորացրա։ Հավատքիդ վրա հավատ գումարա, սիրելիս։ Հավատքիդ վրա հավատ գումարը, ինչ երազում ես դու կունենաս, ուղղակի հավատք է պետք։ Ամեն թանկագիններս։ Հարկ Տիրոջը։ Ուզում եմ բացեմ Մարկոս ավետարան 9:22։ Ին երորդ գլուխ 22-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում։ 20-ից կկարդանք։ Եկեք 18-ից կարդանք։ Կարդալուց ով է նեղվում։ Ոչ ոք։ Տասնվեցից կարդում եմ, ժողովրդից մեկը պատասխան տալով ասավ նրան, վարդապետ իմ որդիս քեզի բերի, համր ոգի ունի, ուր որ կհասնի, կզարկի նրան գետինեն, կփրփրեցնի, ատամները կկրճտեցնի ու կցամաքի, քո աշակերտներիդ բերի, որ նրան հանեն չկարողացան, պատասխան տվավ նրանց և ասավ, ով անհավատ ազգ, մինչև երբ ձեզի հետ պիտի լինեմ, մինչև երբ ձեզ պիտի համբերեմ, ինձի բերեք նրան։ Լսում եք Հիսուսն ասում, ով անհավատ ազգ։ Զանիկա բերեցին իրեն, երբ տղան տեսավ Հիսուսը, շուտ մը չար ոգին ցնցեց նրան։
ու գետինը ընկավ թավալվեց եւ փրփրեց։ Հիսուսը հարցրեց նրա հորը եւ ասավ. «Որչափ ժամանակ է, որ այդ բանը նրան եղավ»։ Նա էլ ասավ. «Տղայությունից ի վեր, այսինքն փոքր ժամանակվանից»։ Շատ անգամ կրակի եւ ջրի մեջ կնետի նրան, որպեսի կորցնի, բայց եթե կարողությունը ունես, օգնե մեզի մեր վրա խղճալով։ Հիսուսը ասավ նրան. «Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է նրան, որ կհավատա»։ Պատկերացնում եք Հիսուսի խոսքերը։ Հիսուսն ասում է, եթե կանաս հավատաս, ամեն բան հնարավոր է նրան կամ կարելի է նրան, որ կհավատա։ Եթե կարաս հավատաս։ Եթե կարաս հավատաս։ Թանկագիններս, կամ մենք հավատքի գինը կվճարենք ու կօրհնվենք, կամ մենք հավատքի գինը չենք վճարի, չենք կօրհնվի, կանիցվենք։ Գիտեք անեծքը ինչ է? Օրհնության բացակայություն։ Դու նկատում եք, որ հավատքի թեմայից չեմ ուզում շեղվենք։ Ես չգիտեմ, ժողովուրդ ջան, մենք պետք է այս հարցը լուծենք։ Մենք պետք է վճարենք հավատքի գինը։ Ամեն։ Հալելույա։ Ուզում եմ բացենք Ղուկաս ավետարան 22:31-ը։ Ղուկաս 22:31։ Տերը ասավ Սիմոնին 22:31 խոսքը։ Տերը ասավ Սիմոնին. Սիմոն, Սիմոն, սատանան ձեզ փնտրեց, որպեսզի ցորենի պես խալբլի կամ մաղի։ Այս խալբլել բառը գիտեք ինչ է նշանակում, այսինքն ձեր հավատքը գողանա, ձեր միաբանությունը գողանա, ձեզի ցրվի։ Ջարդի միաբանությունը 32-րդ խոսքը։ Բայց ես քեզի համար աղոթք արի, որպեսզի քո հավատքը չպակսի։ Լսում եք, պատկերացրեք ժողովուրդ ջան, Տեր Հիսուսը Պողոսի համար աղոթք անում, Պետրոսի համար հատուկ աղոթք անում, որպեսզի Պետրոսի հավատքը չպակսի։ Գիտեք ինչի համար ժողովուրդ ջան, որտեղ Պետրոսի վրա էր կառուցվելու եկեղեցին։ Որովհետև Պետրոսի հավատքի շնորհիվ էր կառուցվելու եկեղեցին, որտեղ Պետրոսը պետք է հավատքով արմատանար, հաստատվեր, որպեսզի մնացած առաքյալներն էր հաստատեր։ Մնացած առաքյալները, երբ որ հաստատվեին հավատքի մեջ, աշակերտներին հաստատեին։ Աշակերտները, երբ որ հաստատվեին հավատքի մեջ, հաստատեին այն մնացածին։ Դու պատկերացնում եք, այս ձև հավատքը հաստատվելով մեկ օրինակ լավ 50 թվականից եկե հասե 2025 թվականը։ Այդ նույն process-ը շարունակվում է մինչև այսօր։ Հիմա թանկագինս, երբ որ քո հավատքը հաստատվում է, քո ազգականների հավատքն էլ է հաստատվում։ Երբ որ դու հավատքի մեջ հաստատվում ես, քո ընտանիքի հավատքը հաստատվում։ Երբ որ քո հավատքը հաստատվում, քո ազգականների հավատքն էլ է քո միջոցով հաստատվում։ Սատանան ինչից էր վախենում։ Մեր հավատքից։ Հավատքն է թանկագիներս, որ հաղթում է աշխարհին։ Ամեն դևերի, սատանային, ամեն ինչին։ Ամեն։ Ես կխնդրեմ, որպեսզի մեր փառաբանության խումբը բարձրանա բեմ։ Ուզում եմ այդ ընթացքում բացենք Հովհաննես 11, ամենավերջի տեղը կկարդամ ժողովուրդ ջան։ Հովհաննես ավետարան 11-րդ գլուխ։ Մենք ժողովուրդ ջան, նոր տարուց հետո
21 օրյա ծոմ ենք վերցնելու։ Հիմիկվանից ասում եմ, որ ձեր սրտերը պատրաստեք։ Ու գիտեք այդ ծոմը ինչից ենք վերցելու։ Մսից իհարկե։ Ցանկացած տեսակի մսից, մենակ տավարի չէ։ 21 օրյա ծոմ։ Նոր տարին հանում ենք ու մտնում ենք ծոմի մեջ։ Սաթիկին ուրախաց։ Հա? Մենակ միս։ Դավիթի քեֆից հետո։ Հա, շո։ Սոֆյան ծրագիր փոխեց։ Մեր խոսքով Դավիթի քեֆը կանենք ու ծոմը կվերցնենք։ Լավ ժողովուրդ ջան։ Եկեք բացենք Հովհաննես 11:40։ Հովհաննես 11:40 եկեք բացենք։ 38-ից կարդանք։ Հալելույա։ Հիսուսը նորանի սրտի մեջ էսի գիտեք, որ պատմությունն է, երբ որ Հիսուսը Ղազարոսին հարություն է տալիս մեռելներից։ Հիսուսը նորից իր սրտի մեջ հառաչելով գերեզման գնաց։ Նա մի քարայր էր եւ նրա վրա քարմը դրված էր։ Հիսուսը ասավ. «Մեկդի արեք քարը»։ Լսեք Մարթան ինչ ասում։ Մեռելի քույրը Մարթան ասավ նրան. «Տեր, արդեն հոտած պիտի լինի, քանի որ 4 օրվա է, այսինքն 4 օրը արդեն գերեզմանի մեջն էր Ղազարոսի դիակը»։ Հիսուսը շրջվում է, Մարիամին մի բան ասում։ Գիտեք ինչ ասում։ Ասում է քեզի չասեցի, ես քեզ կներեք, տեղը կորցրի։ Քեզի չասեցի, եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես։ Եթե հավատաս, լսեք թանկագիններս, Հիսուսը Մարթային ասում է, եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես։ Ինչ նկատի ուներ Աստծո փառքը ասելով։ Այսինքն եթե հավատաս, 4 օրվա մեռելներ հարություն կառնի։ Հիմա ասա գիտեք ինչն է հարցը, եթե այդ կլուչավոյ խոսքը եթեն է։ Եթե հավատաս, Տիրոջ փառքը պիտի տեսնես։ Տիրոջ փառքը գիտեք ինչն էր։ 4 օրվա մեռած մարդը, որ պետք է հարություն առներ։ Հիմի մի բան եմ ուզում ասեմ, դու ունես ամուսին, որ չի ապաշխարում, չէ՞։ Ունես պապա, որ չի ապաշխարում։ Ունես երեխեք, որ չեն ապաշխարում։ Եթե հավատաս, Տիրոջ փառքը կտենաս։ Եթե հավատաս, դու կտենաս Տիրոջ փառքը։ Եթե Բա ինչ անենք, որ այդ եթեն փոխվի հաստատության։ Հալելույա։ Գին վճարենք։ Հալելույա։ Մենք գին պետք է վճարենք, թանկագինս։ Ես կխնդրեմ, որ դու երազես։ Ու շատ բաներ երազես, ամեն։ Ու կանգնես։ Հավատ քո վրա աշխատես եւ աշխատես քո հարազատների վրա։ Ամեն թանկագիններս։ Հիմա տեսեք շարունակությունը ինչ ասում։ Քեզի չասի, եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես, անժամանակ մեկդի արեցին քարը։ Հիսուսը իրը պատկերացնում է, քարը տանում են այն կողմ, մեծ քարը, գլորում են գերեզմանից այն կողմ, այնտեղ 4 օրվա դիակա դրած։ Ու հետաքրքիր մի բան է կատարվում։ Ասում է, հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Երբ որ դու աղոթում ես, շնորհակալություն հայտնում ես Տիրոջը։
Լսի, եթե պետք է հավատքով չլինի այդ շնորհակալությունը, ավելի լավ է չհայտնես։ Եթե պետք է մեխանիկորեն դու ասես շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Եթե սրտիցը չի գալու, ոչ մի բան չի լինելու, այնտես մեռել դուրս չի գա։ Նայեք, թանկագիններս։ Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Գիտեք, Հիսուսը շատ լավ գիտեր, որ հայրը արդեն լսել է իրանը։ Ինքը համոզված էր դրանում։ Հավատքի ինչա? Հաստատություն է, հավատքը համոզվածություն է, ժողովուրդ ջան։ Ամեն։ Հալելույա։ Շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսեցիր, եւ գիտեի, թե ամեն ժամանակ ինձ կլսես, բայց այս բոլորտիքս կայնող ժողովրդի համար ասի, որպեսզի հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Սա ասելուց հետո մեծ ձայնով հռչակեց Ղազարոս դուրս արի։ Երբ որ թանկագիններս ինքը խոսքը հռչակում է, առաջինը մենք ինչ ենք անում, հավատում ենք։ Երկրորդը շնորհակալություն ենք հայտնում, երրորդը ինչ ենք անում, դավանում ենք։ Երբ որ դու կմտնես աղոթքի, սկզբից հավատա, երկրորդը շնորհակալություն հայտնա, երրորդը խոսք հռչակա։ Եթե հավատքից է սրտից, հրաշքը տեղի կունենա։ Ու գիտեք ինչ է լինում։ Ղազարոսն էլ դուրս եկավ գերեզմանից։ Մեռելն էլ ելավ, ոտքերը ու ձեռքերը պատանքով կապված եւ երեսը վարշամակով պատված։ Հիսուսը ասավ նրան. «Արձակեցեք եւ թող գնա»։ Արժի ծափարել։ Հալելույա։ Միտեղ Հիսուսը մի բան ասում, ասում է, ով որ ինձ հավատա, այն գործերը, որ ես արեցի, ինքը ավելին կանի։ Ձեն արեք ժողովուրդ։ Ինչ անենք։ Ես ասեմ, դրա գինը հետևյալն է, 1 ժամ աղոթք, 1 ժամ Աստվածաշունչ, 2 անգամ շաբաթվա մեջը ծոմապահություն։ Ամեն։ Եվ մեռելները հարություն կսկսեն առնել։ Կսկսեն։ Այն հիվանդությունները, որ բժիշկների համար անհնար էր, քո հավատքի համար կդառնա հնարավոր։ Դուստեք թանկագիններ։ Փառքը Հիսուսին, եկեք ոտքի կանգնենք։ Բայց մի հատ պետք է հռչակում անենք, ոտքի կանգնեք։ Ասա ես որոշում եմ կայացնում հավատալ Աստծո խոսքին։ Վստահել։ Ամեն։ Փառք Տիրոջը, հալելույա։